Մի քիչ կամաց։ Հա, բայց դու եկար կպար։ Պետք չէ ձեռը։ Հեչ։ Այս բոլորը հետ ես եկել։ Հա, ինչի։ Հա, ճուղակի հարցնում եմ էլի։ Շատ հետաքրքիր է սերնս։ Ինչ ես գլուխ դնում։ Չտեսար ձեռին ինչ է։ Հա, դե տեսա։ Լավ, դու գնա, ես հետո կգամ։ Իրար հետ չէին գնալու։ Հա, էլի իրար հետ էին գնալու։ Բայց դու գնա, մամային եք ասես ուշ եմ գալու։ Արամ, չլինի սրան ես հավանել։ Լավ էլի։ Արա, դու ինչ ես հասկանում։ Իրա մեջ հետաքրքիր բան կա։ Լավ, չասեցի տուն եմ բերում։ Քեզ շատ չկա։ Գնա, չմոռանաս մեր տուն մտնես։ Լավ, գնաց, իզգույշ կլինի։ Վիկ։ Աննորմալ ես դու, վախեցա։ Վիկ, ինձ թվում էր, որ էլ ոչ մեկին չեմ գտնի, որ կմեռնեմ այստեղ մենակ։ Շնորհավորում եմ։ Հիմա երկուսով կմեռնենք։ Մի րոպե։ Բա մյուսներն ուր են։ Մանոն քո հետ չէր։ Չէ, կորցրել ենք իրար։ Ես չէի նայում ուր էի վազում։ Ու եկա այստեղ։ Նույնն էլ ես։ Վիկ, այսինքն չգիտես հա ուր են երեխեքը։ Էդոն ու Կարենը, այսքան մենակ Կարենը։ Ինձ խոստացավ, որ Արամին կօգնեն ու կբերեն։ Իսկ ինձ ստիպեցին, որ փախնեմ։ Աստված։ Մենակ ողջ լինեն։ Ես ինչ էր, ես ինչի մեջ ընկանք։ Լիլ, լացելու փոխարեն արի մտածենք ինչ անենք։ Վիկ, մենք ինչ կարանք անենք, հա։ Ինչ անենք։ Ուղղակի պիտի մյուսներին գտնենք։ Հարցը հենց դա է։ Պետք է ման գանք, թե մտածենք մեր փրկության մասին։ Կամ հարմարվենք, որ էս է մեր գերեզմանը ու սպասենք մահվան։ Լավ, որ փրկվել ես։ Ինչի Արամին մենակ թողեցիր, հա, արա։ Հարց եմ տալիս, Արամին մենակ ինչի թողիր։ Դու հանգստացի։ Ինչի մենակ թողիր, արա, հա։ Ես մենակ իրան չէի կարա օգնել։ Հասկանում ես այդքանը։ Հա, հասկանում եմ։ Ու հասկանում եմ, որ եթե թողած չլինեինք, հիմա ես ու դուստը չէինք լնելու։ Ուրիշ ձև չկար է դու։ Մենք էլ իր հետ մեռած էինք լնելու։ Դու էլ լավ գիտես, որ ձև չէր իրան նտեից հանել։ Մենք գիտակցված թողեցինք, որ ինքը մեռնի։ Հա։ Ու գիտակցված փրկեցինք մեր կյանքերը։ Ես չեմ կարող այսքանը հիշելով ապրեմ։
Ուրեմն մոռացի ախպերս։ Ես հարցեր եմ տալու։ Կասենք այն ինչ եղել է։ Կասենք, որ շրջապատված ենք եղել գայլերով, կասենք, որ ուրիշ ձև չկար։ Տենց չի։ Դու հստակ գիտեիր, որ Վիկային տված խոստումը չես կատարելու։ Բայց խոստացար։ Այս Մանոյին էլ եմ խոստացել, որ ստեղից ողջ դուրս են գալու, ամուսնանալու ենք, երեխեք ենք ունենալու։ Ավելի լավ է մտածենք աղջիկների մասին, մտածենք ուր են, ինչ են, ոնց են գտնելու իրանց։ Արամը բեռ էր, դու շատ լավ գիտես, մենք այդ վաղուց գիտեինք։ Լավ, արի տնենք ստեղ ինչ կա, ինչ ենք անում։ Բա հետ էիր գնում։ Հա, մենակ չէի ուզում մտնամ։ Բայց որ հետս ես։ Արի։ Իզուր էներգիա ես ծախսում, սենց վերև ներքև անելու գործին չես օգնում, ընդհակառակը ուժերը դես սպառում։ Ես մեռնելով է լինի տեղ կհասնեմ, բայց քո հետ ոնց որ առաջ չենք շարժում։ Ու հերիք ա նստես, իմ համար ամեն րոպեն թանկ է։ Դու չես էլ պատկերացնում ուր ես գնում։ Ես մի բան չեմ հասկանում։ Եթե այդ անտառը տենց սարսափելի տեղ է, ինչ ես կյանքդ վտանգի տակ դնում։ Որովհետև էս իմ աշխատանքն է։ Հերիքա լավ, հանգստացար ինչքան պետք է, վեր կաց գնանք։ Ճիշտ կանես դու էլ նստես։ Ձեռ ես առնում։ Իրոք չես հասկանում ինչ է հիմա իմ հետ կատարվում։ Հասկանում եմ։ Քո հետ հիմա խուճապ է կատարվում, ինչը քեզ խանգարում է։ Եթե ճանապարհի կեսին շունչդ փչես, հաստատ երեխեքին ոչինչ բանով չես օգնի։ Ես իզուր քեզ վստահեցի։ Դեռ ուշ չի, կարես որոշումդ փոխես։ Ինչ ենք անում։ Դու պիտի ասես, ես ինչ ասում եմ, ասում ես սխալ է։ Գնացինք արի։ Ընդեղ զգուշ ցեխը։ Այս ինչ տեղատնասուր ենք ընկել։ Երևի սովետի վաղտվա հյուրանոց է էլի կամ տենց մի բան։ Աշկից ճամբար ա եղել։ Ա, երևի։ Ֆոտոանից տեսանք, որ գալիս եք։ Էդ ինչ լավ է, որ կողքիս ես, որ ամեն ինչ լավ է քո հետ։ Բարամը։ Հնարավոր չեղավ։ Էդ ոնց է եղել։ Այդ պարտադիր չի որ դու իմանաս։ Լիլ, Մանոն հետները դա, չէ՞։ Չէ կար։ Ես ու Վիկան իրարից անկախ ենք էստեղը գտել։ Այստեղ ենք հանդիպել։ Մանոն չկա, չգիտեմ։ Ոնց։ Իրար հետ չէիք Լիլիթ։
կորցրել ենք իրար։ Տնասուրա։ Ես դու ինչ ես Բոբիկ։ Հոտքերս ահավոր սառել են։ Ժամանակ չկար կոշիկ հագնել։ Ալիլը սակիստերից են ատել։ Սրանք էլ գցեք ձայ վրա։ Անվիկ։ Ես որտեղ եմ։ Այս տարածքում երևի շատ բան կա, չգիտեմ, ուսումնասիրել եմ պետք։ Հիմա ընդհանրապես դրա մասին չեմ կարող մտածել։ Դիլ, դու Մանոյի հետ էիր։ Պետքա տեսած լինես որողությամբ գնում, փորձի հիշես։ Չգիտեմ, կար չեմ հիշում։ Ես պտտվեցի, որ հետը խոսեմ, արդեն չկար։ Մի քանի անգամ ձայն տվեցի, բայց ոչ մի արձագանք չստացա։ Դե ես էլ ստիպված փախա։ Ոնց թողեցիր ու փախար։ Կարեն չես լսում։ Ասում եմ շրջվեցի, տեսա էլ չկա։ Հա մանգայիր գտնեիր։ Ինչի քո ույսին թողեցինք։ Հələ մի վարքան ես չեմ հասկանում, այսինքն դու կաշիտ փրկել եկել հասել այստեղ, հիմա էլ ուրիշներին ես մեղադրում։ Հետո ես մեղավոր չեմ, որ գայլեր հարձակվեցին մեր վրա։ Բա Լիլիթն ինչու՞մ է մեղավոր, որ փրկել է իրան։ Անոն գոնե երկու ոտք ունի, կարա փախնի։ Վիկ, պատկերացնում եք, եթե ոհմակով հարձակված լինեն Արամի վրա։ Ոնց է տանջվել, ինչ ահավոր է։ Վիկա, հնարավոր է, որ Արամը փրկվել է ու ամեն ինչ նորմալ է հիմա։ Դու պիտի իրա տեղը լինեիր։ Դուք երկուսդ։ Իրա փոխարեն դուք պետք է լինեիք։ Կարեն, ոչ մի բառ չասես։ Չես տեսնում ինչ վիճակում։ Ոնց գտնեմ Մանոյին, որտեղ մանգա։ Ժողովուրդ, եկեք մի հատ բան հասկանանք, եթե անկախ մեր կամքից բոլորս եկել հավաքվել ենք այստեղ, ուրեմն Մանոն էլ կգա։ Դա ենթադրություն է, հույս ա ուղղակի։ Պետքա մանգանք։ Վախենում եմ, Մանոյի համար շատ եմ վախենում։ Ու դες գնում։ Հետո չեմ կարա նստեմ ստեղ սպասեմ, պետքա գտնեմ Մանոյին։ Կարեն, սպասի։ Ամփերի բոլորով կգնանք։ Եկեք սկզբի համար մի հատ պլանավորենք մեր քայլերը, հասկանանք ինչ ենք անում։ Հա, եկեք շատ հանգիստ, առանց շտապելու պլանավորենք։ Վստահ եմ Մանոյին հիմա օգնություն պետք չի։ Կարեն, մեր բոլորի կյանքը վտանգելով հաստատ Մանոյին չենք օգնելու։ Դուք գնացեք Մանոյին մանեկեք, իսկ ես փորձեմ Արամին գտնել։ Չէ, այդպես չի լինի Վիկա։ Եթե դուրս են գալիս բոլորս միասին, հա Արամին էլ կգտնենք։ Պետք չի անիմաստ հույսեր տալ։ Գնալու ենք ոսկորներ գտնենք։ Կարեն! Նավ եկեք սկզբի համար մի հատ հասկանանք տենանք ես ինչ տարածք է։ Ես ոնց հասկանում եմ գիշերը ստեղ ենք մնալու ու ոնց որ ապահովել երևում է։ Սարսափելի տեղ է երևում։ Ինձ թվում է այստեղ նույնիսկ հոգիներ էլ կլինեն։ Մեծացյալի վերջի վերջ, ինչ հոգի։ Ես արդեն ամեն ինչի հավատում եմ։ Ուրեմն լավություն արա սկսի հավատալ, որ մենք փրկվելու ենք։ Ամեն ինչ լավ կլինի։ Ես քո կողքն եմ։
Այս հաստատ երեխեքն են գցել։ Ուրեմն մոտակայքում են։ Մի շշով ենթադրություն մի արա։ Ստեղով կարային ուրիշ մարդիկ էլ անցած լինեին։ Դու չէիր ասում, որ այս կողմերում ոչ մեկ չի համարձակվում անտառ գալ։ Գյուղացիները չեն համարձակվում, բայց կարող է երեխեքի պես էլի անտեղյակ մարդիկ են եղել։ Ես վստահ եմ, որ ավելի մեծ է շանսը, որ հենց իրանք են։ Ամեն դեպքում այս շիշը մաքսիմում 1-2 օր է ստեղ։ Ավելի վաղուց որ լիներ, սենց թարում տեսք չէր ունենալու։ Այդ ավելի լավ է։ Ուրեմն ճիշտ հետքի վրա ենք։ Դավիթ, մի շիշը դեռ ոչ մի բան չի նշանակում։ Անհամբերությունը չի թողնում, որ հանգիստ մտածես։ Դու էլ չափից դուրս համբերատար ես։ Տեսնես ինչից է։ Ճիշտ է։ Երևի նրանից է, որ երեխեքից ոչ մեկը քոնը չի։ Դու տենց զուտ գործի ես եկել։ Սենց չեղավ։ Պայմանավորվել ենք, չէ՞ որ եթե հայտնվում ենք ստեղ, ուրեմն պիտի իրար վստահենք։ Ինչը ինձնից է կախված, մաքսիմում անում եմ ու կանեմ։ Մնում ես դու։ Եթե չես կարողանում օգնես, գոնե մի խանգարի, որովհետև երեխեքին գտնելու փոխանից սկսում եմ մտածել քեզ չկորցնելու մասին։ Փորձեցի այսօր Դավիթին զանգել, բայց անհասանելի էր։ Ուրեմն անտառներում է։ Ասում էր չէ, որ անհասանելի է լինելու։ Չեմ հասկանում, դա ինչ անտառներ են, ինչի կապ չկա։ Ես որ թիվն է։ Անտառների համար միևնույն է, որ թիվն է։ Մանեի հետ խոսել ես, ինչ կա։ Մանեն ենքան խառն է։ Իլոնայի հետ հարցեր կան։ Այդ երախուն ինչ եղավ։ Խելոք, հանգիստ երեխա էր։ Չգիտեմ, բայց սկսում եմ մտածել, որ մենք չենք ճանաչել մեր երեխեքին։ Ու չենք էլ ճանաչելու։ Կարծում ես մեր մեջ է խնդիրը։ Չգիտեմ։ Երևի մենք մեր երեխեքի առաջ շատ բարձր չափանիշներ ենք դնում։ Շատ ենք պահանջում։ Խելացի լինել, կարգապահ լինել, սովորող լինել, լսող լինել։ Իրենք էլ որ մի սխալ քայլ են թույլ տալիս, թաքուն են պահում, չեն խոսում, չեն պատմում, վախենում են։ Բայց չէ որ մենք իրանց վատը չենք ուզել։ Մենք բաց չենք թողնում, Լիդա, մենք։ Ամուր ենք պահում ու մեզ թվում է, թե դրանով պաշտպանում ենք իրենց։ Բայց իրան գիտես երբ են պաշտպանված։ Երբ թողնենք խելքներին ինչ փչումա անեն։ Չէ, երբ չվախենան մեզանից, քննադատություններից չվախենան, մեղադրանքներից, անկեղծ լինեն։ Նենց բան ես ասում, աղջիկ երեխա են, Լիլիթս, Քոմանոն, ոնց սենց բաց թողնենք ու կողքից հետևենք, հա, հազար շառ ու փորձանք կա, ոնց։ Որ մեզ թվացել է, թե իրանց բռի մեջ ենք պահում, այդ շառ ու փորձանքին չեն հանդիպել։ Չլսեցիր Դավիթն ինչ ասեց։ Ես այդ թմրանյութերի պատմությանը չեմ հավատում։ Դու չես հավատում, ոստիկանությունն է հավատում, այդ ուղղությամբ է տարված, այդ ուղղությամբ է փնտրում։ Լավագոն է Դավիթը որոնում է, միակ հույսս ինքն է։ Այսօր գիտես, ստիպված եղա նորից ամուսնուս խաբել։ Կիլոմետրերով հեռու է այդ մարդը, ինֆարկտ տարած։ Դու պատկերացնում ես ինչ կլինի հետը, որ իմանա Լիլիթը չկա։ Հույսս այնա, որ երեխեքին շուտ գտնեն, հետո մի բան կասեմ էլի։ Չգիտեմ ինչ ասեմ, Լիդա ջան։ Երևի պետք է պատմել ճիշտը։ Կամ մի պատրվակով կանչես Հայաստան, հետո նոր պատմես։ Չգիտեմ, շատ բարդ հարց է։ Մենակ թե երեխեքին ողջ առողջ գտնի։ Ախ, փորձում եմ դիմանամ։ Փորձում եմ զսպեմ ինձ։ Փորձում եմ լավատես լինեմ։ Հավատամ, որ երեխեքը հետ կգան, բայց պահի տակ։ Մենք իրավունք չունենք վատը մտածելու։ Ես գիտեմ, որ մենք կգտնենք երեխեքին։ Ես հավատում եմ։ Մենք պետք է ուժեղ լինենք, հասկանում ես։ Մենք իրավունք չունենք թուլանալու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Հակամեի առաքիչն եմ, սա ձեր պատվերն է, պիցա եւ ռոլ։
Ներեցեք, բայց ես պատվեր չեմ արել։ Ինչ ա եղել։ Սուշի են առաքել, բայց ես նման պատվեր չեմ արել։ Լիլիթ Հակոբյանի բնակարանը չէ։ Այո, Առավոտյան էին պատվիրել, որ այս ժամին բերեմ։ բան չեմ հասկանում։ Աստված իմ կարող ա Լիլիթնա պատվիրել։ Սուշիա պատվիրել ու այսքան ժամանակ տուն չի գալիս։ Չէ, երևի սա ուրիշ պատմություն ա, չգիտեմ։ Ամեն դեպքում պատվերը գրանցված է, գումարը վճարված։ Բարի ախորժակ։ Լավ, շնորհակալ։ Լիլիթի սիրած ռեստորանից ա պատվերը։ Ես ոնց որ հասկանում եմ ինչ ա կատարվում։ Ամուսինս ա կազմակերպել, Լիլիթին ուրախացնելու համար սիրում ա մեկ-մեկ սենց անակնկալներ անել։ Պարզ արդեն։ Դե չգիտի, որ երեխան տանը չի։ Էդ վախենում եմ։ Ինչի՞։ Ինչ գիտենք, ինչ կա ներսում։ Դե լավ, ինչ պետք է լինի։ Դժվար է ավելի ահավոր բաներ տենանք։ Ուղղակի պետք է հասկանանք ինչ կա մեր համար պիտանի օգտագործելու։ Ու վերջ։ Այստեղից ինչ էլ գտնենք, չեմ կարծում, որ պիտանի կլինի օգտագործման համար։ Կարենը իրան սխալ է պահում Վիկայի հանդեպ։ Չի տեսնում այդ աղջիկը ինչ վիճակում է։ Դե լավ։ Մանոն չկա, չգիտենք էլ ուր է։ Վիկան էլ շատ է խրբզբզում։ Այդ մի պաշտպանի էլի։ Ես գիտեմ, որ քեզ էլ դուր չեկավ Կարենի արածը։ Որ հետ գնանք, բոլորն էլ իրենց պատասխանը կստանան։ Ուղղակի ես մի բան չեմ հասկանում։ Դու ո՞նց ես տեսել Մանոն որ կողմա գնում, հա։ Այդ երթվում եմ չեմ տեսել։ Մենք վազում ենք ու տեսա արդեն Մանոն չկա։ Անկեղծ չեմ հասկացել, թե ոնց ենք տարբերողություններով գնացել։ Հոգի ես ինձ շատ մեղավոր եմ զգում։ Դու մեղավոր չես, չասես էլ տես բան։ Մարի գնանք տենանք ընդով ինչ կա։ Գուր։ Ես ինչ հոտ է։ Շատ լավ է։ Այսօր գետնին չենք քնի։ Գետին ավելի մաքուր է, քան դրանք։ Հա, բայց կոնե փափուկը։ Ոնց որ սոված էլ չմնացինք, հա։ Լավ, բերականալի ես վախում եմ արդեն քո գիտած ուտելիքներից ընսնկի պատմությունից հետո։ Չէ, սա պահածոյա։ Հաստատ ոչ մի բան չի լինի, ուղղակի հիմա հասկանանք ժամկետը մեկ էլ ինչ բախտություն։ Բայց բան չի լինի։ Մուրաբե է։ Բինգո եմ որ։ Պատկերացումս մի հատ էլ չայելներ, էլ բան պետք չէր։ Հա, ինչ է։ Մենք էստեղ հարմար տեղավորվել ենք, իսկ Մանոն չգիտենք ուր է։ Արամի մասին էլ չասեմ։ Մենք Մանոյին հաստատ կգտնենք։ Մի անհանգստացի, ես վստահ եմ, ինչ որ միտեղ թաքնվել է երևի։ Այդ բա Արամը։ Լիլդը դու էլ ես հասկանում։ Դու ու Կարենը շատ տարօրինակ եք պահում ձեզ։ Այլ տնենք էլ ինչ կա։ This լավն է։ Դու Այստեղ դժվար պետք է կամ բան լինի։ Ինչի՞, հեսա։ Այդ ինչ պետք է անենք։ Կծածկվենք, գիշերը ցուրտ է լինում։
տես ինչ է։ Էս ինչ տեղեր են։ Հաստատ ժամկետն ասն դրանց հետ գործ չունես։ Լսի։ Եթե հանկարծ նորից վատ վիճակում լինես, սրանց հետ գործ չունես։ Այսի քեզ չի օգնելու, մի անգամից տեղում մեռնելու ես։ Լսեցիր ինձ։ Ես այդքան հասկանում եմ։ Հա, հիմա հասկանում ես, բայց այդ պահին Խնդրում եմ, արի այդ թեման փակեք, լավ, չքննարկենք։ Լինդել կա։ Լսի։ Կարող է հիմա շատ տարօրինակ բան ասեմ քո համար, բայց ինձ թվում է իրոք ես լավ առիթ ա, որ ազատվես այդ զիբիլից։ Քեզ կործանում ա, պետք է մի քիչ դիմանաս։ Վիկա այդ աղետ ա, որ մտնում ա մարդու կյանք ու ներսից քայքայում ա ամեն ինչ։ Արեն։ Արամը քեզ ոչինչ չի ասել իրան թողնելուց առաջ։ Չէ, այդ բանին ինչ պետք է ասել։ Այդ բանին մտածում էինք ոնց եք դրանցից շուտ փոխվելու։ Առանց իրա, չէ՞։ Եկա հավատամ ենք։ Ինչքան կարողացել ենք, փորձել ենք անենք ամեն ինչ։ Ուղղակի տենց պայմաններում ամեն մեկն իր կյանքի մասին է մտածում։ Ես ձեր նման չեմ։ Մի դիր ինձ համեմատության մեջ։ Մանոն չկա, դու չգիտեմ ինչեր ես ման գալիս։ Լիլիթը Մանոյի մոտ ընկերուհին է, ինքը Էդոյի հետ է ուրիշ ինչ-որ բան ման գալիս։ Դուք ինչ տեսակ մարդիկ եք։ Վիկա հավատա, ես շատ լավ հասկանում եմ, թե դու հիմա ինչ ես զգում։ Հա, ես ուզում էի գնայի, բայց չգիտեմ, ինձ թվում է Էդոյենք ճիշտ են։ Մենք պետք է պատրաստված լինենք, ես չեմ ուզում ճանապարհին էլի ինչ-որ մեկին կորցնեմ։ Ես ուզում եմ Արամին գտնեմ։ Նույնիսկ եթե իրան Ուշ։ Ես ինչ տեղ է։ Իսկ քիչ թե շատ ապահով տեղ է։ Գիշերը ստեղ կմնանք։ Արի։
Ասում էի չէ, հաստատ իրանք են եղել։ Էդգարի թևն ուսնա։ Ես եմ նվիրել ձեռից չեր հանում։ Հեն էլ ես իրաց չիպսը։ Այդ լավ է, նշանակում է հետքի վրա ենք դուրս եկել։ Բայց մի բանն է զարմացնում։ Ինչ։ Ոնց են այս տեղը գտել։ Իհարկե լավ է, այդ հույս է տալիս, որ դեռ ողջ են երեխեքը։ Ինչ այդքան դժվար է այս տեղը գտնելը։ Մենք հեշտ գտանք։ Հեշտ գտանք, որովհետև հետը իմացող մարդ կա։ Կամ իրանց բախտը բերել է պատահաբար գտել են այս տեղը, կամ ճանապարհը իմացող մարդ է եղել հետները։ Հետները ճանապարհը իմացող մարդ լինել են, անտարից կհաներ են։ Հա, հարցերը շատ են։ Ինչի անտարից դուրս գալու փոխարեն պիտի գային ստեղ։ Ըստ մի քիչ հանգստանանք։ Ինչ հանգստանանք։ Հազիվ դուրս ենք եկել երեխեքի հետքին։ Պիտի շարունակենք։ Հեսա մութը ընկնելու է։ Իսկ այս ժամին ստեղից դուրս գալը հիմարությունը։ Գելի փայ ենք դառնալու։ Չի կարելի որ կորստեն։ Եթե դու չես գալի, ես կգնամ առանց քեզ։ Գնա ում ես վատություն անում։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Էքսկուրսիայի չենք եկել։ Մի խլի ինձնից այդ հույսն ու ժամանակը։ Եթե կյանքիցդ ձեռ ես քաշել, ոչ մեկ ես չի պահում, կարաս գնաս։ Բայց մի բան իմացի, որ երեխուդ չես գտնելու, ու էլ հաստատ հետ չես գա։ Նստի մի բանկեր հանգստացին ու սաբացին կշարժվենք։ Այս մեկը դիլ։ Զվիկան ունի թորենգա։ Ես որտեղ եք։ Խնձորի ծառ կար։ Վրան մի քանի հատ կար։ Անհայտ ծագման խնձորի ծառ, հա։ Խնձորի անհայտը ո՞րն է։ Կերեք չեք մեռնի։ Վայ։ Մանոյի կակտակերից է մնացել 2 հատ։ Կուտեք։ Հա, ոչ չենք ուտել։ Բայց պետքա կիսենք 2 հատը։ Թուր։
Կարեն մի արա, ներվերից ասում ես։ Ախր ես էլ չեմ կարա սպասեմ։ Նա հանգստացի արի նստի տեղդ, հա։ Կարմեն կգտնենք Մանոյին։ Մանոն մեզ ավելի շուտ կգտնի, քան մենք իրան։ Տենաս որտեղ է հիմա։ Հենց էդ է ինձ սպանում։ Որ գաղափար չունեմ որտեղ է, ինչ վիճակում է։ Եթե մի բան եղած լինի Մանոյին, ես ինձ կյանքում չեմ ների։ Կարմայից վախեցի, աղբերս։ Կարաս դուրս շտաս։ Ինչ-որ կասկածելի եք ձեզ պահում։ Ինչ-որ բան եք մեզանից թաքցնում։ Ինչ ես խոսում, Վիկա։ Նա իրոք տարօրինակ եք ձեզ պահում։ Կարող է ինչ-որ բան կա, որ մենք չգիտենք։ Խոսքերով եք իրար հասկացնում։ Այդ ձեր վառ երևակայության արդյունքն է։ Ոնց որ նոր ճանաչես Էդոյին, Լիլիթ։ Դեռ կպարզենք ինչ եք թաքցնում։ Ամեն ինչ կբացահայտվի։ Եղավ Շերլոկ ջան։ Ես չեմ հասկանում։ Ոնց եք կարողանում սենց անիմաստ բաների վրա էներգիա վատնեք։ Լուրջ հիմա սենց բանի մասին եք խոսում դուք, հա։ Ուրիշ մտածելու ոչ մի բան չունեք։ Իմ միական հանգստության պատճառը հիմա Արամն է։ Էլ չեմ կարողանում նստեմ սպասեմ։ Վաղը գնալու եմ ես ամբողջ տարածքը ուսումնասիրեմ։ Այս ճամբարի տարածքում ոնց որ ժամանակը կանգնած լինի, անհնար է սենց մնալու։ Գնա։ Բայց հույս չունենաս, որ մենք գալու ենք, մի հատ քեզ ման գանք։ Դուք թքած ունեք Արամի վրա։ Ձեր համար մեկ է ինքը ողջա թե մեռած։ Այդ ամենը հիմա չեք գիտակցում, բայց երբ որ հասնենք քաղաք, ամբողջ կյանքում չեք կարողանալու ձեզ ներեք, որ մեր ընկերներին թողել ենք ստեղ։ Ես ոչ մեկին էլ չեմ ուզում թողեմ ստեղ։ Չես պատկերացնի ու հավատա, բայց դաժե Արամին։ Մի քանի անգամ ինքդ ես ասել ու նույնիսկ փորձել սպանել իրան։ Վիկա ներվայնացած ժամանակ ինչ-որ բան ա եղել կամ ասվել, պետք չի այդ մեղադրանք սարքել։ Շատ ժամանակ քեզ էլ եմ շատ բան ասել։ Բայց չեմ արել, չէ՞։ Զզվել եք։ Ինչ եք անում։ Բայց տեսնում ես աղս անհանգիստ ենք, Արամ, հասկացանք։ Ուր ես գնում։ Գնում եմ Վիկայի մոտ։ Դե զգուշ կլնես ու տարածքում կլնեք, հեռու չգնաք։ Այս վայրի բնության գեղեցկությունը լրիվ ուրիշ է։ Իսկական անտառ է սա։ Ես չեմ կարող այս գեղեցկությունը տեսնեմ, քանի դեռ իմ տղան այս անտառում վտանգի մեջ է։ Վտանգը քաղաքում էլ կա, տղուց է։ Չէ, դու այդ գարիշ չես ճանաչում։ Կճանաչեմ, կհասցնեմ։ Երևի եթե լսի եթե եկե հասել ենք ստեղ ուրեմն պիտի պայմանավորվենք որ մինչև վերջ հույսներս չենք կորցնում դու առաջին անգամ ես իմ հետ սենց խոսում որովհետև առաջին անգամ եմ տեսնում որ հուսալքվում ես իսկ եթե հույսը կորցնել ես անտառում շատ վտանգավոր բան է Հարի գնանք հանգստանանք, վաղը շատ երկար ենք քայլելու։
էլ սոված չմնացինք։